վեհապարը մենակ է մնացել, թե ոչ։ Իհարկե վեհապարը մենակ չի մնացել։ Դուք տեսաք, որ ընդամենը 10 եպիսկոպոսներ են հայտարարություն արել, իսկ վեհապարի շուրջ համախմբված հոգևորականության պատկերը դեսանելի դարձնելու համար անպայման չէ, որ այդ բոլոր եկեղեցականները այդպիսի հայտարարություն անեն։ Եկեղեցին համախմբված է, եկեղեցականները համախմբված են վեհապարի շուրջ, եւ ավելին ասեմ ձեզ, եթե անգամ վեհապարը ստեղծվի իրավիճակ, եթե անգամ այդպիսի իրավիճակ չի լինելու, մնա միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցություն չտրամադրի, միևնույն է որևէ մեկը որևէ ձևով չի կարող համարել, որ վեհապարը պաշտոնաթող է եւ վեհապարը հրաժարվել է գահից այնքան ժամանակ, քանի դեռ ինքը շարունակելու է պաշտոնավարել։ Բայց ես նորից եմ ասում, վեհապարին աջակցողների բանակը մեծ է, վեհապարի շուրջ համախմբված են բոլոր այն եկեղեցականները, որոնք ուխտը պահում են, որոնք հավատարմությունը պահում են։ Հիմա ինչ վերաբերում է նրան, թե ինչու այն եպիսկոպոսները ուրեմն հանդես եկան եկեղեցու եւ եկեղեցականների կամ կաթողիկոսի դեմ։ Ես այն իրողության մեջ, որ կաթողիկոսը հովանավորել է իրենց, կոծկել է իրենց մեղքերը եւ դա եղել է պատճառներից մեկը, որ այսօր իրենք հանդես են եկել այսպիսի կեցվածքով, ես դրանց մեջ կապ չեմ տեսնում։ Կապ չեմ տեսնում, որովհետեւ ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ այն, ինչ որ մենք իրականացրել ենք այդ գործընթացների շրջանակներում իրենց նկատմամբ, դա եղել է ճիշտ, դա եղել է օբյեկտիվ, եւ դա, եթե հնարավորություն լինի նորից այդ երևույթների վերաբերյալ գնահատում իրականացնել, ես ինքս նույն ձևով կվարվեի, ինչպես մինչև հիմա վարվել եմ։ Իրականացվել են քննություն, ուսումնասիրություն եւ այդ ուսումնասիրությունների արդյունքում որոշում է կայացվել իրենց պաշտոնավարությունը այս կամ այն տեղում իրականացնելու համար։ Ես այդ առումով որևէ խնդրեմ չեմ տեսնում, խնդիրը նրա մեջ կոծկում չի եղել, քննություն ա եղել, քննությունների արդյունքում եղել է որոշում, կոծկում չի եղել, մենք արել ենք այն, ինչ որ այդ պահին քննության արդյունքներով Երևան ա եկել։ Հիմա տեսեք, մենք ուսումնասիրություն ենք արել եւ ես ձեզ ասում եմ, այդ թեմաները մենք հեռու ենք այն մոտեցումները կիսելուց, որ պետք է այդ կարգի թեմաները հանրային քննարկման առարկա դարձնել։ Հիմա դուք ինչ գիտեք մենք ինչ ենք արել։ Մենք գործընթաց իրականացրել ենք եւ այդ գործընթացի շրջանակում կատարված ուսումնասիրությունների հիման վրա ինչ որ պետք է արվել է։ Հիմա թե ինչպես են այս անձերը իրենց դրսևորում, բացարձակապես դրա հետ կապ չունի։ Դա իրենց խղճի խնդիրն է, որին կարծում եմ հանրությունը համարժեք գնահատական տալիս է, տվել է եւ կտա։ Եվ ես էլ քիչ առաջ բնորոշեցի դա համապատասխան բառով։ Այն ինչ որ իրենց կողմից արվել է, դա դավաճանություն է, ուխտադրժություն է, հերձված առաջացնելու անթակույց քայլ։